Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմ մեկ զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի տվյալները ուղղակի նկարել երկու էջը առանց վրա մատ տնելու, դիմացեն, որ նկար կա վերևի ներքևի էջը, դրեք սեղանին նկարեք եւ գրանցման էջը ամբողջությամբ երկու էջը ասես կիսակ չնկարեք, որպեսզի ճիշտ լինի։ Սա հարցի մի կողմը։ Եվ ուզում եմ մի հայտարարություն անել, որ մենք պատրաստվում ենք ապրիլի 24-ին երթով Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությունը գնալ Ծիծեռնակապերտ, այնպես որ ովքեր կցանկանան կարող են միանալ, ժամն ու տեղը մենք կասենք։ Պարզա, սկսենք հաղորդումը։ Նախ ուզում եմ այսօր ասեմ, որ հաղորդումը սկսեմ հետևյալ նյութով, որ այսօր 3, ավելի ճիշտ 31-ին կոմանդոսի մահվան օրն է, հայ հերոս, հայ ազգի պանցալի զավակ կոմանդոսի, որը Արցախյան պատերազմի հզորագույն ղեկավարներից էր, որը չասեմ, մենք հայ ազգի մեջ շատ քիչ ենք ունենում այսպիսի մարդիկ, որը ցավոք սրտի մահացավ, այնպես արեցին, որ Նիկոլ Փաշինյան եւ մյուս, ինչպես նաև Սերժիկ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, որոնց բոլորին խանգարում էր այս ազգային մարդը, այդ թվում եւ նրա մասին բարձրաձայնման ազգի այլասերված թուրքի վիժված անսերունդ Սամվել Բաբայանը, եթե ինքը սերունդ ունի, ուրեմն ինքը թուրքի վիժվածքություն է Հայաստանում անում, որ կանգնեցնա կոմանդոսը պատերազմից փախելա մեդալ են տվել։ Ես ամբողջ տվյալները գիտեմ, մի օր կասեմ դա, որովհետև ամբողջ կոմպրոմատը հասնելու է այն ժամանակ, երբ որ Սամվել Բաբայանին արդեն սկսենք դատական process-ի ներքաշելը։ Սամվել Դատայանը պետք է դաժան դատապարտվի ցմա բանտարկության հանքերում եւ ասել եմ, մենակ Սիամոն չէ, նրա նմանները Վիտո, բոլորը պետք է արժանանան ժողովրդի խավության այդ պատին դնեն ու սկսենք այդ մարդկանց ասեղ խփել մեջը ազգի հանդեպ դավաճանության համար եւ ազգի հերոսների վիրավորելու համար։ Դրանք ես կպահեմ բոլորի մոտ զապիսա լինում, բոլոր կոմպրոմատները կան, այդ մարդիկ էլ կան, ովքեր Սիամոյի լկտիությունը տեսել են, բոլորը, ինչպես նաև մնացածը։ Ուզում եմ անցնել սրանից հետո նաև Գյումրու ընտրությունները։ Նախ Գյումրու ընտրություններում մենք տեսանք ինչ ձև գնաց, իհարկե գյումրեցիներին շնորհավորեցինք, ել ենք շնորհավորում, որ բազմաթիվ մարդկանց կոնե մտցրեցին, բայց այստեղ մի խաղատալի հիմա Մարտունիկ է։ Մարտունիկ արդեն կայֆերի մեջ ես, քեզ թվում է, որ դու ես որոշելու, ասում է, այսօր չեմ ասի, վաղը կասեմ, բնական ասում է, ես 2 ձեն կտամ Վարդանիկին, իմիջիալոց 2 ձենով չի լինի, էլի 2 մանդատով, որ հավասարցնես, բայց ես պատասխանատվություն չեմ կրելու Գյումրու քաղաքի ամեն ինչի համար, ստոպ հələ, դու 6 ձենով անցած 6 ձեն ունես Գյումրիում, դու ոնց կարաս 2 հատը 10 մնացածը չտաս, այսինքն 18 լինի, որ սկսես փող աշխատել, եւ լկտի պահվածքդ, քանի կար դու Նիկոլեն քեզ ձերբակալել էին հայ բուդուր, բայց դու Վարդանիկից հետ էլ ահագին կպածեիր, ոնց եք անում, հիմա տեսեք ինչ ասում, ասում է ինչ անենք, որ կնիկս Ռուսաստանի քաղաքացի է, տղեկս Ռուսաստանի քաղաքացի են, իրանք ընտրել են լավ են արել, ուրեմն Հայաստանի Հանրապետության օրենքով օտար երկրյա քաղաքացի չի կարող Հայաստանում ընտրել, դու արդեն խախտում արեցիր, Մարտունիկ, վեր այդ մի տոննա դատերին ավելացրեցիր եւս մի քանի հոդված, հասկանալով, որ Սերժիկ Սարգսյանի եւ մնացածի թիմով, որ բոլորդ միասին Նիկոլի եւ մնացածի հետ խաղ, այսինքն հիմա դու 2 խաղ ես տալիս են, որ Դոկի կուսակցությունը Երևանի քաղաքապետարանում կատարվավ այն գործը, որ պետք է չանցներ Ավինյանը ասեց մտեք ու հետո ֆրացին ասի մենք դոյի հետ կապ չունենք, հիմա նույն բանը Երևանում անցկացրեք լինում է բանում Գյումրիում մտնելու են Վարդանիկի թեմ, հետո ֆրան ասեն կապ չունենք Վարդանիկի հետ, հա? Այսինքն պայմանավորված գործողություններ իշխանության կողմից, որոնք բոլորն են նույնն են 35 տարվա իշխանություն։ Ես ուրիշ բան չունեմ ասելու սրանց համար, որովհետև sense թափ թփում պահվածքները Մարտունիկ, մենք չենք մոռացել, որ դու Գյումրու ժողովրդից մի քանի տասնյակ տարիներ գողացել ես բացի փողերը եւ մնացածը, դու գողացել ես ժողովրդի հոսանքը, գազը եւ ամեն ինչը եւ էդի բաժանել են ձեր թաղերի վրա, որ մտան տունը Տաշիրի Սամոյի հիմնարկը եկավ բռնեց, որ դու 1.5 միլիոնի հոսանք ու գազ ես գողանում ամսական քո այդ հսկայական տունը տաքացնելու համար ու 0 դրամ ես վճարում եւ կալոնկեքի համար։
ձեռիդ է գազի կանոն կա եւ մնացած։ Այս հարցը դեռ անդրադառնալու ենք։ Ուղղակի հիմա ասում են քո արդեն լոպաս պահվածքը, բա որ հորդ ու տղուդ բռնել էին դերասանիկ, ինչի մի րոպեից թողեցին։ Գիշերը բռնին առավոտ թողեցին, գիշերը Սարիկի դեմ իբր խոսում էր, հիմա ասում երկու հատ եմ տալի, բայց այս պատասխանատվություն չեմ կրում։ Բա որ դու պատասխանատվություն չես կրում, ում իշն ես ուտում Գյումրիում։ Ինչի գնացիր ընտրության, որ դու պատասխանատվություն չես կրելու քաղաքի համար։ Հարց եմ տալիս քեզ, հայտարարում ես։ Ես քաղաքի համար պատասխանատվություն չեմ կրում։ Բա որ չես կրում, ում ես ինչ տալիս ընդ, հա։ Խեր կար մտարում ես Սերժի ու Նիկոլի հետ խաղերով, հա, 50-50։ Հələ սպասի, լես կինուն շատ աճուր քաշելու։ Չնայած Գյումրիում ես էլի կրկնեմ, ով էլ անցնի, փող տվողը պետությունն է։ Պետության դեմը պիտի լարախաղաց բարի Կապանը մեզ օրինակ ու բազմաթիվ քաղաքներ օրինակ։ Այնպես որ Կապանի քաղաքապետն էլ իբր Նիկոլի հետ չէ, հելավ ասես պիտի աշխատեն, որ քաղաքը ապրի։ Նույնն է դուք եք ասել։ Նույնն է Վարդանիգը պիտի ասի կամ դու պիտի ասես ու մնացածը։ Վերջ։ Հաջորդ հարցը ինչին ուզում եմ անդրադառնալ, սա Նավակ Ճոճողի Վիլենիկի երեկվա այդ լկտի պահվածքից հետո այսօր հրաժարականն է։ Ինչի հրաժարական տվե, որտեղ ինքը ներկայացրեց իրական ԿՊ-ի դեմքը եւ ինքը ներկայացրեց, որ հեսա ԿՊ-ն թողումա գնա 26 թվին, 26-ին կգնա թե հիմա կգնա, շուտով կգնա, սա հարցի մյուս կողմն է։ Իսկ ուզում եմ մի հատ ասեմ Վիլենչիկի արածի համար։ Վիլենչիկ ուղղակի բացեց, որ գնալու են։ Հրաժարական տվեց, որտեվ ասեց այ մարդը թողեք մինչև 26-ը գնալու ենք, այս իշխանությունը չի լինելու։ Վիլենը նախ Թուրքի վիժվածք է։ Բոլորը գիտեք, ինքը Թուրքի Բաքվում բռնաբարված չէ, կամավոր թուրքերին բռնաբարվածի վաստակ է։ Վիլենը ներկայացնում է որպես այլասերվածության գերագույն աստիճան։ Սա մեկ։ Հաջորդը Վիլենչիկին հələ չջոգելով տերա թռնում դու ես հրաժարական տալու Արմեն Խաչատրյանը падգամավոր, որը նախկին գայշտիկ մլիցա Սերժի թիմի։ Մլիցա, ոչ թե դու ոստիկան ես, դու մլիցա ես։ Ժողովրդի մոտ մլիցա բառը համարժեք է լինում գործ տվող սարքող հետ։ Դու տենց էլ ապրել ես։ Մլիցա, ոչ թե ոստիկան։ Բարձր։ Մենթի ու մուսռի տարբերությունն է։ Մենթետի նորմալ ոստիկանն է, մուսռետի փողով գործանող հանցագործ աշխարհի հետ մարդն է։ Դու մուսռ ես։ Արմենչիկ Ես Արմենչիկն է հրաժարական կտաս, մենչի մարդը իրավունք չունի, խմի ու տենց խոսա։ Յա, Արմենչիկ մեծացել ես Սուր Բերանը սարքել ես մեծ մարդ, չգիտես որ քեզ էլ են գրողի ծոց ուղարկելու։ Դու ես իշխանության հետ մինչև վերջ եղել ես, դու էլ ես գնալու այդ դատվան։ Վիլենչիկը որ ազատվավ Հայաստան մի հատ բան է, ոայ ազատվավ վերջ, ուրեմն ամեն ինչը կորա։ Ոչ մի բան, Արգիշտին ինչի չի դատվի։ Աղասարյան հովիկը ինչի չի դատվում, Արգիշտին չի դատվում, հանած Քերոպյանը միլիարդներ գողացավ, ինչի չի դատվում։ Այն մյուսները հա դրվելու է այդ ցուցակը 35 տարվա մեջ ով պոստի ա եղել ու հանգիստ գնացել, հա։ Ոչ մի դատական գործ, բոլորիդ վրա դատական գործ լինելու է։ Կոմպրոմատները տոննեքով ամենքիդ վրա, տոննեքով։ Ձեր ու ձեր տան անդամները, որ բերել եք հետո քաղաքապետեր, падգամավորներ, քաղաքապետի օգնականներ, ասել եմ, չէ՞, Լևոնից սկսած Ժոկո Յանի եսիմ ինչի գլուխեր, Ժոկո երկու փչացած աղջկան բերել են գործի, Տատիկը Սիեղեռնից եկի Աբովյան տունա ստացե, ինքը լկտությամբ է փայլում ու ամուսնացած աղջիկները մենք պայքարում ենք ԼԳՏՊ-ի համար։ Բա հիմա ինչի՞ չեք պայքարում։ Ամերիկան փակելա ձեզ հետ մատա արե։ Հերթով։ Հիմա հաջորդը։ Հիմի որ Վիլենչիկը հելա, Վիլենչիկ թուրքալամուկի տեղում են բերում։ Վիլենչիկ թուրքալամուկի տեղը բերելու են ցուցակով անցած Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդոխանյանին, որ հաշքի անգել բոլոր իշխանությունների հետ լմլմցնելու քաղաքականությամբ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի։ Լինելով Նիկոլ Փաշինյանի մոտ Արշակ Օրդոխանյանի դուրս է եկել, որ Վիլեն Արևշատյանի ընտանիքի հետ որը ամուսնացել է, պատյացիկ չէ, արդեն խորհրդականը արդեն կեղտի մեջ է, Պապիկյանի խորհրդականը արդեն դադվելու բան է, որ այտենց խորհուրդներ է տալիս։ Խորհրդականներ պետք է պատասխան տա, ով ասե որ չի տալու։ Տեսեք, Պապիկյանի օգնականը հարսանիք է եղել, հարսնակարում, բա նեմեց ոնց ես թողել, այս պետությանը քրվում էր Նիկոլենց, ոնց ես թողել հարսնականում երկու նիկոլական պաշտոնյա հարսանիք անեն, դու քո հարցն էլ ասա, նեմեց, էլ այսքան վաղ քեզ ոչ մի վատ բանով չեմ անդրադարձել, հարց եմ տալիս, ոնց ես թողել հարսնակարում Նիկոլենք 900 հոգանոց հարսանիք անեն։ Հարցերի պատասխանը կստանանք իշխանափոխությունից հետո։
Հիմա Նեմեցը ոչ կարձականքի, ոչ եք խոսա, ինքը քաղաքականության մեջ չի կասի, ինձից ինչ եք ուզում, գնացեք։ Սպասենք, շատ հարցեր ունենք տալու նաև Նեմեցին։ Չմոռանանք, որ Նեմեցը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության եւ Սերժի Քոչարյանի իշխանության հետ միշտ է կա, հիմա էլ Նեմեցից ոչ մի բան կորած չի, ոնց կա, տենց է մնացել է։ Ձևական մի հատ բժնին վերցրեցին ձեռից, Նիկոլ եկա, բժնին հետ տվեցին գրզոյից։ Всё, այդքան բա։ Այսօր sense։ Հիմա ես Վիլեն Արևշացյանը ում հետ փեսա խնամի են եղել։ Վիլեն Արևշացյանը Տարոնի քիփն է, Տարոնի ֆինանսական բաժնի պետն էր քաղաքապետարանի, հիմա էլ տվել են քաղաքապետարանի քարտուղար, աշխատակազմի ղեկավար քարտուղարի ԺՊ։ Հասկացեք, բա ասում եք ախպեր, նախկիններն են մեղավոր, Սերժը նախկին է, դուք բոլորդ նախկին եք։ Իրար հետ խնամի բարեկամական, ես ճիշտ եմ ասել, երեխա եք ունենում, որ ոչ թե սիրով ամուսնացնեք, բոլոր այս վերևները զույգ եք, կենթանու պես, որ բարեկամություն ունենաք։ Ձեր կարճ խելքով իշխանական տոմ եք դնում, բոմժից, դավաճանից հելասներով իշխանական կապեր եք ստեղծում։ Այդ իշխանական կապերը մի օր դատական օրգանում կթափվի։ Ոչ մեկը լավ չլնեք մանվելից գեներալ, որ հենց մանվելին բռնին տղեն փախավ գնաց աներոջ տունը լմլմցնել ու ընդհանրապես մոտը չգնաց։ Մի հոգի է մոտը գնացել, մենակ աղջիկը։ Եղավ։ Տեսնում եք, որ ձեր ավազի վրա ստեղծված ընտանիքները զերո է։ Բռնում եք, այս սրան նրա հետ եք պսակում, սրան նրա հետ վերջը ինչա դուրս գալիս։ Պուլպուլակ։ Անցնենք հաջորդ հարցերին, այսինքն մենք արդեն տեսանք, որ Նիկոլ, բա ասում ես հներ այդ կապ չունեմ, բա այսքան հին ապոստի, դուք իրար այդ քիփ, լմլմցնում եք, իրար հարսանիքին դու ես գնացել, չէ՞ որ գնացել ես Տարոնի աշխաֆինանսական բաժնի ղեկավարի եւ քո Օրդուխանյանի հարսանիք։ Ներկա ես եղել։ Ինչպես նշվում է, բոլորին է ստուգել են, որ հանկարծ տերոր չլինի Նիկոլիի հանդեպ։ Բա, հերթով է։ Հիմա հաջորդ ուզում եմ անդրադառնալ, չնայած շատ չեմ անդրադառնում, սա փնթի է, սա նոր ու հենի տակ պարկած է, եթե իրոք, եթե Նիկոլի հետ է փայ չկա, այս Նայիրի Հոխիկյանը, հիմի Նայիրի Հոխիկյանին վաղուց պետք է բերդում փդեցնեի։ Հայտարարում է այս ԼԳՏՊ հանրապետականն է, սերժականն է, ինչակ Նիկոլականը, որ ժողովուրդ ջան, ծրագիր կա, հենց հիմա Ադրբեջանը խփելու է, Սարգեսուրը վերցնի, Սյունիքը վերցնի։ Ուրեմն Նայիրի Հոխիկյան, քո մասին ոչ մի տվյալ չկա։ Դու ընդհանրապես բանակ ծառայել ես, հարց եմ տալի բոլոր իշխանավորներին, այդ թվում նաև Մարտունիկ տղեկը ծառայել են, որ Ռուսաստանի քաղաքացիություն ինչ ես տվել։ Դու հայ ես, Հայաստանի օլիգարխ ես, քո կինն ու տղեկը ինչի են Ռուսաստանի քաղաքացի։ Մարտունիկ Նայիրի Հոխիկյան դու ծառայել ես, չէ, դու բանակ գնացել ես, չէ, դու բացի հետևները լպստելուց ուրիշ բան արել ես, չէ։ Անես որ դու այնքան փոքր ես, որ ժողովրդի մեջ տերոր տարածես, Քոչանա սերժական թերթը երբ բացում ես, Հայաստան երկարաժամանակ լույս չի լինելու, Հայաստան երկարաժամանակ ջուր չի լինելու, Հայաստանը կործանվում է, փախեք ժողովուրդ, ռուսական ծրագիր ես կատարում։ Քո հարցն էլ է լուծվելու է։ Հիշեք, որ Գեբելսին մնացածին, որ դատեցին, ռոպագանդայի համար մարդկանց ղեկավարներին ավելի շատ դատեցին, քան մնացած զինվորականներին, ասին մենք հրաման ենք կատարել, հրաման չկատարենք գյուլում են։ Իսկ ռոպագանդան, որը լվանում է ուղեղը, քեզ, այն սուտի բևեռական են Հայկին, Մարտիրոսյան, որ ասում էր նոյեմբերյանը հանձնում են ասածս մի ամիս։ Հայք հիշում ես, քանի տարի առաջ էր ասում։ 21 թվին ասենց 22, 23, 24, 25 տները հենա ջարդել են, քարերը ծախում են, փախն են։ Նոյեմբերյանցիք է թքին երեսին։ Ստիպված Բևերը ասեց ախպեր, մեր մեջից էլի, առանցել եմ ենք փչացած ենք։ Մի հատ է դու ես փչացնում։ Բևերը քեզ հետո եկա այն հաղորդումդ կդնեք, հետո կանրադառնամ քեզ, դուք ամենավտանգավոր էջն եք։ Ուրեմն ուզում եմ արցախցիներին դիմել, արցախցիներ ջան, ես էլ եմ կրկնել, եթե ուզում եք ձեր շարժումը նորմալ լինի ու ժողովուրդը ձեզ հարգի, դուք ընդհանրապես վտարեք այս Բգոյա, Բևերա, Դաշնակա, Սերժա Քոչա եւ Նիկոլական մասային, որովհետեւ դրանք հատուկ գալիս են ցանկացած մաքուր գործի, կանգնում են որ իրանց ռոժներով դեմքի չի, ռոժա, իրանց կենթանական այդ խոզանման դեմքերով ապականեն ձեր մաքուր շարժումը։ Իմացեք, ես էլ եմ ասում, արցախցիների 50,000-ը նորմալ են, մնացածը օլիգարխ, ծախու, ռուսի, թուրքի, ջհուդի շուն, որոնք եկել են Հայաստանը քանդելու, ինչպես քանդեցին Արցախը։ Բայց այն 50,000-ը, որ իրոք խեղճ ու կրակ մարդիկ են, մենք օգնել ենք, մեր ընկերների շարքում եք անում, մենք տեսնում ենք ինչ վիճակում են ապրում,
Այդ մարդկանց փորձում են էլի օգտագործել իրենց կեղտոտ խաղերի համար, սևացնել արցախցիների հարցը։ Մարդիկ, որոնք Արցախի դրոշը անարգել են, բևեռ լրպազավրները, դե արի մի ասա, ասել են չվիրավորես, բայց պետք է էդի ասեմ, ուզեմ չուզեմ։ Բան են անում, դու ասա, եկել են այսօր կանգնել են Արցախցու կողքին, դուք խեք կանգնել, դուք սկսեցիք դրոշ անարգելուց։ Դուք սկսեցիք դրոշ անարգելուց, ինչի Արցախի դրոշն էլ մեղավորը։ Այսքան զինվոր զոհվել է այդ դրոշի ներքո 25,000 մարդ զոհվել, 34 տարի մենք տանջվել ենք 35 տարի, մինչև հիմա տանջվում ենք, որ Արցախը մնա ու էլի ազատագրելու է, դու եկել ես դրոշ բանալու ես, ասել եմ ու երկրկնում եմ, այ փնթի ոչիլներ, Թուրքիայի նման հզոր պետությունը մինչև հիմա Կիպրոսին անկախ չի կպցնում, Ռուսաստանի նման կայսերությունը Դոնեցկ Լուգանսկի հանրապետությունն արեց չկպցրի, դուք ով եք ձեր փնթի հետևներով որ կպցնեք, շուն մի հաճացրեք, հələ տեսեք ինչ ալնելու, ձեր վրոն ես դաստա կոմպրոմատները եկե խելոք նստեք տեղները, մեկը արձագանքեց, լցնելու եմ ժամ, տեղ, ամեն ինչը, անձեն լսեք մենակ, զգուշ եղեք չհասնեմ են դրսի թղթերից բերելու, հասնելու եմ առանցնը չեմ ուզում, հիմա, հաջորդ հարցը կուզեմ անդրադառնալ հարգելիներս, արտաքին քաղաքականության մի քանի հարցին, որ սուտ տպում են, բան, այս ժողովուրդն է վախեցած, վայ, Ամերիկան, բան, վայ, Տրամպը, վայ, այս ինչը, վայ, այն ինչը, ժողովուրդ ջան, Տրամպը սկի Ամերիկայի ղեկավարը չի, չեք տեսել Մերրելին, ով որ սև հետևը կանգնեց, ինչ հարց որոշում է դա անում, ասել են Թուրքիային այս կտանք, այն կտանք, այ ժողովուրդ ջան, Տրամպը չփակեց Թուրքիայի ինքնաթիռների պայմանագիրը։ Հիմա լսել եք, թե վայ, հեսա Տրամպի ինքնաթիռը տա, այ Տրամպը ով է որ որևէ մեկին տա, այնի մի բան կարա տա։ Մի բան, որ իր մոտ արդեն վերջացել է, ուղեղից էշաշ խոսալ, Նիկոլ երկրորդը, այսօր ասում վաղը չէ, ասում վաղը հարցակվում ենք Գրենլանդիայի վրա, Գրենլանդիայի ժողովուրդը հելան ասին, ոչ մեկին չեն կենտարկվելու։ Հիմա ասում է 3 օրից Եվրոպայի հետ պատերազմ ենք սկսում, այ ժողովուրդ ջան, այ կոմեդիայի ժանր ջան, այդ ամբողջը թատրոն է։ Ով է սկսելու պատերազմ եղբայրասպան, ելել այտենց կործանող, որ հետագայում ուրախացնի ուրիշին։ Թողեք մեծ քաղաքականության մեջ քթներդ մի խոթեք, այնտեղ ուրիշ հարցեր է լուծվում, դրա ֆոնի վրա այսօր անձայն լուծվում է Թուրքիայի ու Իսրայելի առճակատում է Սիրիայի երկաթբանի համար, գազամուղ նավթամուղի համար, որ Քաթարից գալու է, որտեղ արաբները ոնց է ֆռում էին, չէին ուզում էդի տային Իսրայելին, թուրքերը դրա համար զորք մցեցին, ռուսը խաղից թռավ, թողեց իրար դեմ։ Հասկանում եք ինչի համար այնտեղի կռիվ առնահեղությունը։ Հիմա հաջողությամբ ասեմ, տեսեք առաջ 3 օրը բգո գովազդեցին իրենց դաշնակման։ Մի հատ թերթ արցախցիների համար չի գրում, որ արցախցիները հիմա ցույց են անում։ Բայց տակից ֆինանսավորվում է 4-րդ օրն է, չէ, եթե չեմ սխալվում, 3-րդա, 4-րդա։ Քանի 100,000 եղավ, 120-130,000։ Քանի արցախցու կարող եք տուն տալ։ $130,000։ Ստոպ։ Ամեն արցախցու, տեսեք, 4 օրվա մեջ $130,000։ Ամեն արցախցու կարող եք տալ $1,000 փող։ $1,000-ը 400,000 էր, այդ մարդիկ 50,000 տեղը 8 ամսով ձեն չէին անի։ Կարայեք, բայց ինչ եք հիմա սերիալ սարքել, սրա համար։ Հասկանում եք, չէ՞ չեմ ասում։ 130,000 ծախսել եք 8 ամսվա փողը տայք այդ մարդկան։ Կամ էլի եմ կրկնում 5-10 հազարով 12 հատ տուն առնենք Արցախցու։ Ամեն տան մեջ 6-ից 8 հոգի ապրող։ Այդ ձեզ ըլում էր որ 12 տան մեջ առնելու եք դուք այդ մարդկանց ապրասնեք 6-ից 8 հոգի, 300 հոգի հեչից 12 անգամ 8, այդ քեզ անմամուտապես 120 հոգու դուք տուն կտայք։ Ճիշտ եմ ասում։ Ու ինչքան եք շարունակվելու այդ փողերը վճարել դերասանություն։ Այսինքն հետաքրքիրը որն է, դուք ձեր թալանից ոչ մեկին չեք ուզում տակ, խեղճ Արցախցուն բերել եք, որ վրան դիվիդենտներ շահեք, չի ստացվելու։ Բագրատը ասել եմ այն լակմուսն է, որը մտնում է ազգայինի մեջ բռնել է տալիս։ Հիմա ինքը կոնկրետ ընկած է արցախցիների մեջ, որ բռնել տա ով ազգի համար կլինի։ Ես այս մասին ասել եմ, հաստատել են նաև մի շարք արցախցիներում հետ խոսել եմ, անունները չեմ տա ու այդպես է։ Այս թեման էլ անցնենք։ Հիմա կանցնենք մի հատ հետաքրքիր թեմայի, որը ռուսական լրատվականը որոշ ալիքներ լցել են։ Ինչու են հենց այնպես լցել, որովհետև այն որ ասում եմ մատաղի ժամանակը գալիս է, մատաղ են անում։
Հերթով, հիմա ես ներկայացնեմ ձեզ հայկական տարբերակը աղալարովների ընտանիքի մասին։ Նախ աղալարովներ իրենց ներկայացնում են ադրբեջանցիներ, բայց ես ասել եմ, Ադրբեջանը ոչ մի ադրբեջանցի ղեկավար չկա, լեռնային հրեաներ են, ընդունենք ադրբեջանցի։ Իրենք ովքեր են։ Նախ Էմիլ Աղալարովը, որը Ալիևի փեսաներ, կնգան բռնցրեց Ախրանիկի հետ պլյուս 41 սերիալում, բաժանվեց, բայց այնպես Ալիևը դրեց թեմը, որ ավել պակաս խոսած գլուխդ կկտրեն։ Այս թվում է սա նույնիսկ բավական լավ պայմանավորված էր, բաժանվի, որ ռուսական շպիոնաժը լավ անի։ Ով է Աղալարովը։ Աղալարովներին չեն դատել, ժողովուրդ ջան, Կրոկուսի համար։ Խրամոյ Լոշեզ, մյուս բոլոր ընկերությունները, որոնք վարվել են, Զիմնիայի Վիշնյա, այդ մարդկանց դատել են սպանվածների համար, բայց Աղալարովներին չեն դատել։ Ինչու՞։ Որտեղ Պուտինի քիփ մարդիկ են, ովքեր ստանում են նույնիսկ պետական ռազմական գործանի, այդ թվում նաև Ռոստեխի պատվերները։ Չհաշված Կրոկուսիտիի վառելը նրանց է պատկանում Կրասնագորսկում հսկայական քաղաք սարքելու իրավունքը, ձևական փողը 1.7 միլիարդ է, իրականում մի քանի անգամ ավել է, եթե ոչ 17 կամ 27, բայց բոլորը բնականաբար 90%-ը պատկանում է Պուտինին, նենց որ 1.7 միլիարդը իրանց իրական թիվն է։ Այս Կրոկուսիտիում անուններ չտամ էլ, որ հայ օլիգարխները գրում են դե իրանց երեխեքի հարսանիքն են անում, ինչի են հետները աղբեր լինում, պարոն էլ սովորական էլ ճանաչում եմ անձամբ ինքնել, գիտին Սամվել Կարապետյան, Տաշիրի Սամո, ինչի աղտաղուտ հարսանիք արիր ընդեղ որ, հա, ուրիշ զալ չկար, պալատ վարձեիր, Կրոկուսիտի, ինչի ադրբեջանցիների հետ։ Այս ինչիների պատասխանը դեռ շատ երկար է լինելու, եւ ինչի ասեմ, չդատվելուց բացի, այս մարդիկ Տրամպի հետ քիփություն են անում, ռուսական միջանկյալ ուղղությունն են, զարմանալիորեն բոլորի վրա նույնիսկ Տաշիրի Սամոյի վրա սանկցիա կա, բայց Աղալարովների վրա Եվրոպայում սանկցիա չկա, հա ու բոլորն էլ Ամերիկայի քաղաքացիներ են։ Պատկերացնում եք, չէ՞, Պուտինի, Խերոս Պուտինի ընկերները, որ հետը գործի են, բոլորը Ամերիկայի քաղաքացի են, ու ոչ մեկ չի ասում այս մասին, ռուսամերներ, ձեր համար եմ ասում, ռուսամեր, ոչ թե Ռուսաստան ապրող հայեր, տարբերեք, ռուսամերը այն է, որ ամեն ինչով մտնում է ռուսի տակը, որ ռուսը ճիշտ է, իսկ Ռուսաստան ապրող հայերը, մեր լավագույն հայրենակիցներն են։ Ռուսամերներ, հիմա նորից եմ ասում, ինչի չեք այս մասին մտածում։ Ուրեմն ամբողջ պատերազմի ընթացքում Ռուսաստանի, դուք գիտեք, որ Ռուսաստանի ներքին հետախուզությունը անձնական չասնի տվյալները, անձնական բոլորիդ ենթարկվում է Աղալարովներին, այսինքն բոլորիդ մասին ինֆորմացիա հավերցնում եւ հանձնում են Կրեմլի ուժերին։ Դուք ո՞նց եք պատկերացնում։ Ձեզ թվում է տես լավ եք ապրում, բա որ մի օր գեղեցիկ օրգան որպես հայ լինելու համար ռուսի կամ ուզբեկի կամ չեչենի կամ թաթարի իբր թե բանը կենցաղային հարցի վրա գնդակար են։ Ես որ այդքան ասում եի դուք զո եք գնում, հասկանում եք ինչ եմ ասում։ Ցավալի փաստեր եմ ձեզ ասում։ Հատուկ ներքին ծառայություններն ու ինֆորմացիան բոլորի թե տնտեսական, թե տեղաշարժի, թե երեխաների, թե ձեր գործունեության համար Պուտինին հայտնում են Աղալարովները։ Ինչքան ինֆորմացիա ունեն Ռուսաստան ապրող հայերի համար, այդ արդեն բոլորդ գլխիկ եք։ Այսպիսի մարդիկ գոյություն ունեն այսօր։ Պարզ է։ Իսկ ինչ վերաբերվում է, ես ասեմ ձեզ, Սիբիրի եւ այսօրվա աշխարհի տեկտոնական տեղերին, քանի որ մարդկությունը շատացել է եւ որպեսզի ընդունենք կոպիտ վերցնենք, սպանել օրինակ մի Հնդկաստան բնակչություն, որը աշխարհը ավելանում է 15 տարում, պետքա 1.6 միլիարդ փամփուշտ, իսկ 1.6 միլիարդ փամփուշտ ոչ մեկ չի արտադրում։ Կամ ընկնեն հաթած սպանեն, հասկանալի է։ Դրա համար գոյություն ունեն Սարքովի երկրաշարժներ, ցունամիներս մասին ես վաղուց եմ խոսացել, ջրհեղեղներ եւ այլն։ Ինչպես է ստեղծվում փոթորիկը, քամ ու թեթև արագության տակ հատուկ հրթիռ կա, որը ճնշում է ստեղծում, բարձր ցածր, իսկ ինչի արդյունքում է քամին, որ ճնշումները, քամ ու ճնշումները երկրակեղևի բարձր ցածր են լինում։ Ասենք տեսեք, սարը միջանկյալ կանգնացնում է, այս կողմը քամի է լինում, մյուս կողմը քամի չի լինում։ Հակառակը ճնշումը պահում է օդի մթնոլորտային։ Եթե սար չի լինում, ուղիղ տեղերը շատ հեշտ է սարքել բարձր ցածր։ Ծովից եկող եւ մնացած հոսանքները խփում են իրար օդային եւ առաջանում է փոթորիկ ու քամի։ Իսկ դրա համար այսօրվա դրությամբ վարկյաններ է պետք մի քանի հրթիռով ստեղծեն քամի։ Նույնն է երկրաշարժը, բացատրել եմ հող ուղիղ ասենք, համեմատաբար սարը ինչ որ է, նույն ձևի սար տակն է, եթե ուժեղ հրթիռը պայթյունով գալիս է, որտեղ սարը գետնի տակը ստուգված է, խփում է այդտեղ ուժեղ ցնցում է լինում եւ շենքերը թափվում։
Սա էլ երկրաշարժի հիմունքը եւ նման բաների ջրեղեղը նույն ձևով։ Ծովերը բոլոր էլ եմ ասել, հա, վերցնում են զրոյական մակարդակ, բայց կան ծովեր, կոնկրետ օրինակ սև ծովը ավելի բարձր է, քան միջերկրական ծովը։ Ջրեղեղի հետևան կարող են սարքել, կարող են, եւ երկրի կեղևը տարբեր տեղեր, տարբեր բարձրություն է, կարողանում են սարքել, իհարկե։ Էնպես որ այսօրվա դրությամբ աշխարհում էս անընդհատ երկրաշարժները այսօր էլ ա եղել, դրանք միջազգային փորձերի հետևանք են, որոնք փորձում են A, B տեղերում, իսկ իմպերիալիստ պետությունների համար կապ չունի, թե ասենք այսօր ուզին Իրանում 100,000 մարդ սպանեն, գրողին թե Հայաստանը կողքը չի, մի 2,000-ը չի մեռնի։ Իմպերիալիստի համար ընդհանրապես մարդու գլուխը ու ինչ ասեմ ձեզ, աղբը հավասար են, ցավոք սրտի։ Դրա համար ինչ որ ոչ թե հիմա վախացնում եմ ձեզ, աշխարհի բոլոր տեղերներ կարող են անել, կարողանում են սարքել։ Իմիջիալոց զարմացնեմ ձեզ, որ այդպիսի բան չի եղել վերջին 10,000 տարվա մեջ, որ Գերմանիայում երկրաշարժներ եղավ անցած տարի։ Ռուսաստանում ընդհանրապես երկրաշարժ չի եղել, բայց Ռուսաստանում երկրաշարժներ են սարքում։ Սրա հետ գոյություն ունի մի բան, որը ամբողջ Սիբիրում գոյություն ունեն 1,5 2 միլիոն քառակուսի կիլոմետր սառած տարածքներ անտառների մեջ, տունդրայում էլ կա, հյուսիսային մասերում, որի տակ գազ է։ Արագ տաքացման դեպքում ասել եմ, սա առաջանալու է պայթյուն գասային, ինչի, որտեղ որ հալեց արևն ենք վաղ սեղմաստեղից դուրս եկավ պայթյուն կամ թունավորում, հարյուրավոր կիլոմետրեր օդը տարածման, պատասխանք 1,5 քառակուսի կիլոմետրանոց տարածք է, 50 Հայաստան, Եվրոպայի կես, 5 Գերմանիա, 3 Ֆրանսիա, դուք պատասխանեք, չէ՞ ինչ եմ ասում, 2 Թուրքիա, համարյա 3 Ուկրաինա, այսքան տարածքներ գազ կա սառույցի տակ։ Հիմա քանի վայրկյան է պետք, որ այդ սառույցի տակի գազը երկնաքեղերի տաքացման դեպքում, դե չես կարող հիմա դու ծակես, ասենք հանեցիր գազ, ինքը ավելի սեղմված է, բացվի ու պայթյուն առաջանա, որը կբերի երկրաշարժի։ Հիշեցնեմ ձեզ, որ տունգուսական մետեորիտ, որ ասում են այդ մասին, ես հաղորդում եմ արել, ճշտված տվյալներ են, որ ատոմային զենքի պրիմիտիվ փորձարկումն է եղել հենց Տունգուսկայում, որը Լենինը ուզում էր վերցնել իրեն, քանի որ ատոմային զենքի մասին դեռ խոսել են 1885-1890 թվականներին, մարդիկ ասում են, որ գիտնականները ստեղծվել է այնպիսի զենք, որ մասսայական կվերացնի քաղաքներ։ Սա հիմ խոսքը չի, գիտնականների կարող եք գտնել, եւ այդ զենքը, որ Տիբեթում պահում էին հատուկ զենքը, դա փորձարկվեց դրա համար։ Ես Տիբեթի պատմությունը արել եմ, կարճ կասեմ, որ Տիբեթը անկախություն էր փորձում ստանալ Ռուսաստանի միջոցով, Խորհրդային Միության, որով պիտի պաշտպանեին, բայց ճապոնացիներն ու չինացիները ժամանակին իրար հետ արագ ինչ որ գործարք արեցին, մտան Տիբետ, անգլիացիներն են նորը ներկայացրեցին Լհասա եւ ստիպված Լհասան պայմանագիր կնքեց Տիբեթի հետ, ներողություն, Անգլիայի հետ, մայրաքաղաքն է Տիբեթի Լհասան, պայմանագիր կնքեց, որ անգլիացիները ազատ առևտուր եւ ընդհանրապես ոչ մեկից օգուտ չստանան։ Դրա համար կոմունիստների գործը չստացվեց, բայց որ ատոմային զենքը առաջինը իբր ամերիկանա ստեղծել, դա ասավ անգլիացիների օգնությամբ, սա միանշանակ է, որտեղ գծագրերը Անգլիային էր պատկանում, առաջի փորձարկումը թաքուն եղել էր շետլանդական կղզիներում, ոչ թե շոտլանդա, շետլանդական կղզիներում, Անգլիայի եւ մնացած տեղերը ոչխարների վրա 47 թվական, 44 երևի 5 թվականին իրենք արել էին, հետագայում արդեն Ամերիկան էլ օգտագործեց Հիրոսիմայի եւ Նագասակի վրա, իմիջիալոց ես նկարել եմ, Facebook-ս փակել են հատուկ են Ղարա Փափախյան, թե Ղարա Ղանդիլյան, թե Ղարա եսի Մշկայանի ընկերները բողոքել են, երկորով փակել են, վիդեոն կգցեմ նաեւ YouTube եւ միշտ մոռանում եմ TikTok կտեսնեք։ Ուղիղ պրոտոտիպը Հիրոսիմայի գցած ռումբի, որը Գերմանիայի կապի թանգարանում է նկարված։ Ուղիղ չափերով ամեն ինչով նույն պրոտոտիպն է։ Այսինքն ինչի համար եմ ես սա ասում, որովհետև այսօր աշխարհի վրա, բացի նրանից, որ գոյություն ունի ազգային հարցեր, գոյություն ունի գլոբալ հարցեր, իսկ գլոբալ երկրները վերացնելու համար գոյություն ունեն ավելի հզորագույն զենքեր։ Աշխարհը տեսա, որ ատոմային զենքը հզոր է, բայց ատոմային զենքի մասին ես հաղորդում արել է, որ ատոմային զենքը այնքան ինքը չափերով թույլ է, ուղղակի վախեցնելն է մեծ, որ եթե բոլոր ատոմային զենքերը միասին կրակեն աշխարհի, ինչքան կա արտադրված, ընդամենը 2.5 միլիոն քառակուսի կիլոմետր, որը աշխարհի բռնումա մաքսիմում 1.5%, քանի որ աշխարհը 150 միլիոն քառակուսի կիլոմետր է ցամաքը։ Պարզ է։ Էնպես որ միած սուդը, ասենք, բոլորով խփել միած սուդանա վերանալու կամ միած զայր, Կոնգո զայր։ Մնացածը մնալու է նորմալ։ Հա, ռադիացիան ամբողջ այդ ռադիացիան եւ մնացած բոլոր ռեակցիաները կամին կքշի եւս մի
1000 կիլոմետր վերջ, այսինքն 1000 կիլոմետր են կողմ ցավալի օրինակ են վերցնում, եթե վերցնեն խփեն Զայրին, մաքսիմում 1000 կիլոմետր են կողմ բարձրանա մինչև Սուդան, նրանց են կողմ չի բարձրանալու։ Բարձա, էսա չափ, ասենք Աֆրիկայի կենտրոնի խփեն ընդհանուր շարավղով մի 10 քառակուսի կիլոմետր կընկնի ռադիացիայի տակ, բայց մարդը չի մահանա, ոնց որ Հիրոսիմայից հետո մնացածը կենթանի մնացին, այդ ձև կարա հիվանդություն ունենա, հետո ճիշտ մաքրվի։ Այնպես որ այն ինչ որ մարդը ստեղծել է ու ցույց է տալիս, վայ ամենալավը, ոնց որ Իսկենդերի միֆներ, Իսկենդեր խփի Էսկանի տեսանք Իսկենդերի իրենց ինչա ներկայացնում, ռուսական հեքիաթային միֆ, որը հայերի միջոցով գովազդվեց, ինչպես Նիկոլ Փաշինյանի եւ հայ 4 ղեկավարների Քոչանի, Սերժի Լևոնի միջոցով գովազդվեց Բայրակթարը, որը իրականում դարավ ամենահիմար զենքը, ոչ միտեղ չհաղթեց, բացի ցուցադրաբար Հայաստանը, որտեղ ինֆորմացիան տալիս էր Քոչարյանին պատկանող ԱՊՀ սիստեմա ընկերությունը, որը զարմանալի կերպով վաճառվեց Եվտուշենկովին, որի անունով ու ոտների արանքով է երթվում Տիգրան Արզաքանդյան թուրքի լամուկը, որը սպանել տվեց մեր Լևոն Հայրապետյանին, ձեռից խլեցին բիզնեսը Սերժի հետ միասին, հասկանում եք, ես ինֆորմացիաներ որ կապում եմ, sense մեծ կինո է դառնում։ Պարզա չէ ինչի մասին եմ խոսում ես, թե չէ։ Այսինքն աշխարհում այսօր գոյություն ունի մի տեսակ, որ կարող են ցանկացած երկիր, ցանկացած մեծ պետություն ուղղակի հողին հավասարեցնել։ Հիշեցնեմ Թուրքիայի երկրաշարժ։ 16 միլիոն մարդ ընդհանրապես կորցրին, 2 միլիոն մահացան, ստատից գրին գրա 45000 գրա։ Մինչև այսօր սարքած չի, ընդամենը մի 6-7000 շենք է սարքել, որի մեջ մաքսիմումը կարող է ապրի 600-ից 700,000 մարդ։ Մաքսիմումը։ Մաքսիմումը 16 միլիոն դուրսն է։ Այս ամբողջ գործողություններից հետո, հարգելիներս, կներեք զանգը անջատեմ, այս ամբողջ գործողություններից հետո ես ուզում եմ ասել, որ աշխարհում չկան այս պետություն, որ ինքը կարողանա որևէ բան անի, թեկուզ մեծերը։ Եթե վերցնենք ցանկացած թեկուզ Ռուսաստանի պես հսկա 17 միլիոն 75200 քառակուսի կիլոմետրը, որտեղ ես չեմ ճանաչում Դոնեցկը, Լուգանսկը եւ Ղրիմը Ռուսաստանի մաս, ես Ղրիմը չեմ էլ ճանաչում Ուկրաինայի մաս, ոչ թե Թուրքիայի մաս, տիպիկ հայկական մասերը։ Բարձա դրա համար էլ Ռուսաստանի նման երկրին, նույնիսկ եթե աշխարհի բոլոր ատոմայիններով խփեն, Ռուսաստանը կպայթեցնեն։ Պայթեցնել 2.5 միլիոնը մնացածը կմնա, բայց 10 միլիոն որ վնասազերծվի, դուրս է գալիս Ռուսաստան մենք արագ շարքից դուրս գա, ոչ լրիվ, բայց մի մասը։ Թողեն փոքր մի մասի վրա, որն էլ հետո արդեն ուրիշ։ Եթե հետազոտում ենք բոլոր պատերազմների հետևանքները, այսօրվա դրությամբ մենակ իմ խոսքը չի, բոլոր աշխարհի ռազմական գեներալներով եւ բոլորի խոսքն է, միակ կայսրությունը, որը մոտ է եղել համաշխարհային տիրապետության, դա եղել է Գերմանիայի ֆաշիստական կայսրությունը։ Մնացած ոչ մեկ մոտ չեղել, ինչքան է մոնղոլականը մեծ ա եղել, մոնղոլականը չի մնացել, եկե ավերե փախե, հասել է միտեղ վառե փախե, զորքերի հետ կռիվ չի տվել, հասե քաղաքները վառե, հետյալ զորք են եղել, մոնղոլը հետևակ չի ունեցել, վառե փախե։ Դրա համար եկե հասել է Եվրոպա, ասենք մտել է Չեխիայի սահման, Հունգարիայի վառե փախել։ Դա չի համարվում կայսրություն, ուղղակի հասել է այդտեղ։ Այտենց են գրում 38 միլիոն։ Անգլիական կայսրությունը, որ բոլորը իրար հետ գրում են 36-2-ա, ինչ է, անգլիական կայսրությունն էլ է հիմնական մասերում այտենց արել, կամ գործարքի է գնացել։ Աֆղանստանը լրիվ չի գրավել, վերցրել է զորքերը մտել են, քաղաքը պահել է, ասել է լավ, այսքանը մերնա, սարերից այնքան են թաղել, փախել են։ Նույն ռուսական կայսրությունը, եթե համարվում է Կովկասը մեջն է եղել, Հայաստանը կպցնելուց հետո, Վրաստանը կպցնելուց հետո 60 տարի ինքը պայքարել է, որ Հյուսիսային Կովկասը մտնի մեջ։ 1896-95 թվականին վերջնականապես Թուրքմենստանը մտցրեցին ռուսական կայսրության մեջ, բայց 17 թվականից մինչև 1932 թվականը թուրքմենները թաղին ռուսներին, մինչև նորից մտցրեցին։ Այսինքն մինչև 32-34 դուրս է գալիս, որ Թուրքմենստանը Ռուսաստանի մեջ եղել է 50-60 տարի։ Էլի դուրս եկան։ Նույնը վերաբերում է Սիբիրի հանրապետությանը, որի մասին հանրապետությանը չէ, Սիբիրի ստրկատիրական մասին, որը մինչև Ստալինի ժամանակ 44 թիվ է։ Եղել է ստրկատիրական պետություն, այս մասին հաղորդում եմ արել։ Ունեցել է թագավոր, նշանակված Ստալինի կողմից, բայց թագավոր։ Ինչի էր դա պետք է եմ ասեք, կարճ կարծեմ, որ այդ թագավորը ցույց տա, թե ինչքան փող ունեն ոսկիները, բոլոր կալանավորներին, բոլոր այդ խեղճ ու կրակ մարդկանց, որոնց միլիոններով սպանել են, լցել են գետնի տակ, որ ջերևա, վերցել են մի քանի տասնյակ հոգով մի քիչ գրագետա, սիրուն հագցել են թագավորական շորեր, ոսկիները sense դիզել են սենյակի մեջ, ամերիկյան պատվիրակությանը բերեց ցույց են տվել, որ տեսեք, մենք ինչքան ոսկի ունենք, էս, որ զենքը տա։ Այսինքն պատմության մեջ կան այնպիսի մասեր, որ ընդհանրապես մտներով դել չի անցել։
44 թվական ընդամենը մնաց Սովետը 88-50 տարում վերացրի։ Բարձր։ Դրա համար կայսրության սահմանները չի որոշվում այդ 5 րոպեով կամ 10 րոպեով կամ 2 տարով։ Սա այս մասին։ Հիմա կանցնեմ պատմական մասին, որը մեր Հայաստանի մասին է, ես կպատմեմ հեսա Շահումյանի շրջանի իրական դիրքի մասին, որը մեր համար շատ հզորագույն դիրք է։ Ես ճիշտ է, շահումյանցիների մեծ մասի հետ չեմ, ովքեր շահումյանցիներից դավաճան են, ես նրանց մասին խոսել եմ ու կխոսեմ։ Կներեք գրիչս ընկավ, 1 վայրկյան, վերցնեմ։ Շահումյանցիներից իմ համար կապ չունի ով է, կարևոր կլանի անդամ է, կարող լինի երևանցի, լինի կլանի անդամ։ Մարդիկ զանգել են ներվում են, ասում են, բա մեր շահումյանցիք լավ տղեկ են։ Իհարկե լավ տղեկ են։ Շահին Մեղրյանի կենթանի կենացը միշտ պիտի խմբի, որ այս Սամո Սիրժիկ Քոչարյան սարքեցին հրամանով իրենց թուրքառուս ջութերերի սպանեցին։ Շահումյանի ժողովրդի ծնգերներ ունեն, որ ոսկի տղեկ են։ Բայց որ մեջ լրբի տղեկ կան, իհարկե, ասում են գյուղ չկա շուն չլինի։ Հիմա ասենք Շահումյանի մասին։ Շահումյանը որպես մարդ եղել է մեր ուտիքի մարզի մեջ, Արցախի մեջ բնականաբար, ուտիկն ու Արցախը նույն շարունակությունն են իրար, որի մեջ եղել են 5 դարերից միշտ Հայաստանի մեջ են։ Կյանքում Հայաստանը չի առանձնացվել։ Հայաստանից առանձնացրին այս այլասերվածները պլյուս Նիկոլ Փաշինյան։ Շահումյանը հանձնեցին էլի սրանք Նիկոլ Փաշինյանին ասին ստորագրի, որտեղ իր պապաներն են։ Չմոռանանք, որ Շահումյանի շրջանի մեջ մտցնում էին Արցախի մի մասը, որ գրավել էին թուրքերը, մյուս մասի մեջ մտցնում էին Քաշաթաղը եւ այլն։ Եվ թուրքերը ոչ թե գրավել էին, որ ուժեղ են, այլ թուրքերին ծախեցին։ Վազգեն Մանուկյանը բնականաբար Լևոն Տեր-Պետրոսյանը ծախեց, Մարգարյան Անդրանիկը ասեց, չնայած Մարգարյան Անդրանիկը լույս չէր։ Փաստերը կա, խփեք նայեք, իմ խոսքը չի, ծախին, այո, ծախին, սպանել տվեցին հայերի։ Շահումյանը պատկանել է ամենահզորագույն մասը, որ կա, Շահումյանը Խաչեն իշխանության մեջ, ինչպես նաև այնտեղ տանուտերերն են եղել, իշխանական տոմը եղել են Վարամյանները։ Վարամյանները սերում են ունեցել ընդհանրապես, տեսեք ինչ խառը հետաքրքիր սերում ունենում։ Վարամյանները սերում են ունենում Զաքարյաններից մի կողմը, մեր Զաքարյա իշխաններին, ովքեր կորդուկ Կորճայք գավառից եկան, այդ ժամանակ լոռու տերերը օրբելիներն են, մտան լոռում վասալ, բայց հետո որ վրացիները իրենց առաջ քաշեցին որպես լավ ղեկավարներ, նույնիսկ օրբելիների տարածքը անցավ ամբողջ մեր հայ Զաքարյանների ձեռքը, ինչի որտեղ նրանք նպաստեցին, որ վրացական զորքերը միասին կան, անին ազատագրեն հայ-վրացական հզոր պետություն լինի, հասան մինչև հարավային սահմաններ, ճիշտ է, մեծ մասը Հայաստանի ազատագրվեց եւ Զաքարյանները դառան պետության տեր ու տիրակալ ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, որտեղ մեկը զորքերի գերագույն հրամանատարն էր, մյուսը Թբիլիսիի Տբխիսի քաղաքապետը, Տբխիսի 85%-ը էթնիկ հայեր են, այնպես չէր որ վրացիները ինչ-որ բան ունեին, հայերի շնորհիվ ապրած հերթական դեբիլները, ոնց որ ասեմ, ոնց որ վրացիք են հայ ազգի շնորհիվ միշտ ապրեթիկունքից տանակով խփես, այլասերվածները, որոնց պատասխանն էլ շուտով կլինի, կիմանան արդեն ինչի մեջ են, նույնն էլ հույները, այսօր հույները Ադրբեջանի հետ եղբայրական էլի պայմանագիր են կնքել գազի եւ մնացած տնտեսական հարցով։ Հասկանալի է, որ մենք ասում ենք, ես 20 տարի Խունաստանի եմ ապրում, խույները լավը չեն, վայ խույները ասել է ինչ անեն։ Ոնց են լավը, որ թուրքերի հետ Սալոնիկիում Շուշի գրած, Շուշին Ադրբեջան գրած մեքենաներ ա ֆռում, հույները Ադրբեջանի հետ գազի ու նավթի ու տնտեսական պայմանագիր են կնքում։ Խույները լավն են, ի՞նչն է քեզ խույների հետ կապում։ Մորքուրիկ կամ պարվա։ Անցնենք։ Ուրեմն այս մեր Վարամյանները նաև բավական ազգային մեծ գործ են արել, քանի որ իրենց խաչա իշխանական տները պատկանել է, հենց իրենց է պատկանել Գագի Բերդը, Գագիկ առաջին Բագրատունի թագավորի Գագիկ մեծի, որ միակ մեծն էր, որովհետև բացի Հայաստանի միասնեց նաև Ատրպատականը, հսկական տարածքի վրա։ Գագի Բերդը փաստորեն գտնվում ընդամենը Հայաստանի սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա Գագի դաշտում, Տավուշի սահմանից։ Այդ Տավուշից 2 կիլոմետր հեռու է, պատկերացնեք Գագի Բերդը հայ զինվորը պետք է տեսնի, եթե չի խանգարում։ Գագի Բերդն ու Գագի դաշտը պատկանում էր Վարամյաններին։
որոնք նաև կապ ունեն Գուրգեն Գյուրիկյան իշխանության հետ Գյուրգենիկի, որտեղ Գյուրգենը Գագիկի որդի էր գալիս։ Հասկացաք, մի կողմով Զաքարյան, մյուս կողմով Գյուրիկյան, այս իշխանները նորմալ նստել են, նաև նրանց էր պատկանում Մածնաբերդը, որի մասին մեծ հիշատակություններ կա, Վարամյանների ամենամեծ տղան եղել է ամենաուժեղը Բլուզը, սենց բլուզ չի եղա, անգլերեն բառ չկար, անունը բլուզ է, ըստ երևույթին արաբական, որտեղ այն ժամանակ, որ արաբները երկար ժամանակ Հայաստան են եղել, մոդա եղել, Սենի Քերիմ են դրա անունը, Աբուլ Ներսեր են դրա, Աբաս են դրա, այսպես է հիմա։ Այդ ժամանակի հետ էր մոդա, հիմա Ջորջ Ջոն Վաշինգտոններն է մոդա, ռուսական ժամանակ Նիկոլ Վովայևիչներ մոդա, այդ ժամանակի բլուզն է եղել մոդա, ես իմ այնտեղ Աբդուլն է եղել, Աբասն է եղել, ճիշտ մենք հայ Աբաս թագավորը ենք ունեցել, որը բավական երկար գեղեցիկ քաղաքականությամբ մնաց պոստի, որտեղ կարողացավ երկուսի արանքա աշխատել թշնամիների։ Հա, եւ այս ամբողջ գործողությունների մեջ նաև նրանք կարողացան տիրել այս գյուղերին, իմիջիայլոց Մածնաբերդը նույնպես գտնվում է Քարհատի շրջանում, Հայաստանի սահմանից մի քիչ հեռու Քարհատի շրջանում, Հայանիստ գյուղի մոտ, որ Նիկոլն ասում է Հայաստանի սահմանները Հայաստանի Հանրապետության են, վայ ջեբի շները բռնաբարեն ընտանիքիդ հաճույք չստանաք։ Դե արի մի ասա։ Մածնաբերդը Հայանիստ գյուղի մոտ է։ Այսօր Դաշքեսանի անվանում հայերեն բառը թարգմանել են դաշքար, քասան կտրել, ինչպես քարավաճառը, քելբաճար, բայց մի տառի փոփոխում են քարվաճառ։ Ուրեմն Դաշքեսանում Քարհատի շրջանում կտրել են, քարավաճառում վաճառել են քարը։ Պարզ է, չէ՞, անունները հայկական։ Այդ շրջանում Հայանիստ գյուղի մոտ Մածնաբերդն է, որտեղ նաև Խաղբակյաններն են եղել իշխանության։ Այսինքն այս բոլոր իշխանական տոմերը դարերով իշխել են Հայաստանում մինչև Խաչեն իշխանության, մինչև ռուսական կայսրությունը խաբելով եկավ ասեց ձեզ պետություն կտամ, ստից հայկական մարդ սարքեց, Խաչենի վերջին իշխանը մահացել է 1854 թվականին։ Ժողովուրդ 1854 Գյուլիստանի պայմանագիրը, որ Գյուլիստանը գտնվում է Շահումյանի շրջանում, Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է 1813 թվականին, որով Ղարաբաղի, Շեքի, Բաքվի, Շամախի եւ այլ մարզերը խանությունները կպել են ռուսական կայսրությանը բացի Երևանի եւ Նախիջևանի խանությունից 1813 թվին խափին հայերին ասին կտանք, հետո 28 թվին գրավեցին Երևանն ու Նախիջևանը, ասին կտանք, սարքեցին մի հատ հայկական մարզ փուճուր այնքան որ սենց ձևի համար, 54 թվականին մահացել է 1813-ից 54, այսինքն Խաչենի իշխանները դեռևս 41 տարի իշխել են, որոնց հետո երեխեքին ռուսները դե ոնց են անում, բերին սպիտակ ռուսների մցրեցին ծոցերը Ուլիագալիային, արաղը խմցրին, տարան պիծեր սովորելու, եկան արդեն լրիվ ռուս պուդրան դեմքներին քսած, եկան դարան Լազարև, եկան դարան մյուս արդեն Էվով ազգան, Լորիս Մելիկով, պարզա, այդտենց սարքեցին ու բան արեցին, Հայաստին փորձեցին փակել։ Հարգելիներս, ես կարող եմ շատ երկար պատմել պատմություն, բայց նայում եմ ժամին, չպետք է հաղորդումը լինի երկար։ Մարդիկ կան գրում են 1-2 ժամ լինի։ Ժողովուրդ ջան, այդ ձեր համար է հաճելի 2 ժամը։ Մարդիկ պետք է նայեն ժամին, նայեցին, որ երկար էլ չեն նայ։ Դրա համար հաղորդումս կավարտեմ մեր հետևյալ խոսքով միշտ մաղթանքով, բայց հիշեք, Արցախի հարցը չի փակվել, Արցախի հարցը դեռ չի սկսվել, որտեղ Արցախը միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չի, Արցախը միայն Դաշտային ու Լեռնային Ղարաբաղը չի, Արցախը ամբողջ Արցախն է 22000 քառակուսի կիլոմետր։ Հենց որ ով փորձում ասի փակվել այլ գործ չունենք, փող ենք առեթռնելու ենք, շատ սխալվում եք։ Դուք դատվելու եք, Արայիկի մնացածին բերելու ենք Հայաստան, դատենք, Ալիևին էլ ենք բերելու Հայաստան, դատենք, մերի բանը խելոքը լինի, դուրս կգա կապի, խելոք չեղավ, ինքը պետք է թռնի, իսկ ինքը ուր կթռնի, բնականաբար կամ Իսրայել, կամ Մոսկվա իր պապաների մոտ։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ սրանք տականք են, սողացող են, հայի կերպարի տակ հայի տունը քանդող են։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Բաղարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Կարինում, Սասունում, Բաբերդում, Կիլիկիայում, Անգորայում և Պոլսում։ Ամեն։